Փառք Աստծուն, կարող եք տեղավորվել։ Ես դուք լսեցիք, որ մենք հաջորդ շաբաթ չենք ունենալու ծառայություն, որովհետև մեր մոտ ամենամյա կոնֆերանսներն ա սկսում եւ մենք վերևի եկեղեցում, այսպես խոսք այսպիսի գոյություն ունի, մայր եկեղեցում մենք տոնելու ենք եւ ամբողջ աշխարհից գալիս են հյուրեր, գալիս են ծառայողներ, հովիվներ, կյանքի խոսքի մեր ներկայացուցիչներից եւ այլ կողքից ուրիշ շատ մարդիկ եւ նրանցով ավելի զբաղված ենք լինելու այնպես որ հաջորդ շաբաթ օրը դուք լսեցիք հայտարարությունները սոցցանցերում նույնպես կա տեղադրված դու կարող ես ժամանակ գտնել 5 շաբթի ոնց որ երեկոյից սկսած մեր մոտ այնտեղ ծառայությունները 5 շաբթի երեկո, ուրբաթ ամբողջ օրը, շաբաթ ամբողջ օրը, կիրակի առավոտյան։ Այդտենց հագեցած օրեր ենք ունենալու, կարող ես գալ այնտեղ միասին Տիրոջը կմեծարենք, կփառաբանենք, իսկ այն մյուս կիրակի շաբաթ օրը մենք այստեղ նորից կհանդիպենք։ Ինչի ես սա ասեցի, որովհետև ես այսօր պատրաստվելու եմ խոսել մի բանի մասին, որ քանի որ հաջորդ շաբաթ չեմ քարոզելու, երկու ծառայության քարոզ, ասենց միացնելու եմ իրար, այսօր տալու եմ մի հատ կարևոր հայտնություն քեզ։ Սոված ես դու եկել, թե չէ։ Ես նկատի չունեմ նախաճաշ արել ես, թե չէ։ Ես նկատի ունեմ հոգևոր քաղց ունես այսօր Տիրոջից ստանալու ինչ-որ բան։ Փառք Աստծուն, ես էլ ունեմ, որովհետև այս խոսքը, որ սրտիս մեջ կա, այնքան հոգեհարազատ է, այնքան կարևոր է, որովհետև վերնագրել եմ հետևյալ կերպ այսօրվա իմ թեման, քարոզի վերնագիրը ետ վերցրու կողոպտվածդ։ Ետ վերցրու կողոպտվածդ։ Ես նկատի չունեմ, երբ որ դու ես կողոպտում։ Ես գիտեմ, որ դու չես կողոպտում։ Ես նկատի ունեմ այն ինչ որ քեզանից կողոպտել է թշնամին, դու պետք է ետ վերցնես։ Ամեն։ Սրա մասին եմ խոսելու եւ խոսելու եմ այն դիրքի մասին, այն ամենի մասին, ինչ մենք ունենք Քրիստոս Հիսուսի մեջ, որ կարողանանք այն կորցրածը ետ բերենք։ Մարդ կա, որ ինչ-որ բան կորցրել է։ Մարդ կա առողջություն է կորցրել, մարդ կա ֆինանս, մարդ կա իր չփրկված ընտանիքն է դեռ կորցված համարում, իր երեխային, իր քրոջ, ամուսնուն եւ այլ, տարբեր պատճառներ կան կորցրած լինելու եւ այդ ամենի Ետևում կանգնած է մի թշնամի, որը որ կարողանում է այդ ամենը ոնց որ ասած անի խանգարի, որպեսզի քո ուրախությունը կատարյալ չլինի, բայց այսօր դու որոշում ես կայացնելու, այսօր դու դուրս ես գալու այստեղից այն որոշումով, որ ես գնում եմ եւ ետ պահանջեմ, այն ինչ որ սատանան իմ կյանքից տարել է, նա իրավունք չունի ոչ մի տեսակի իրավունք չունի քեզանից տանի որևէ բան, ամեն, այնպես որ ես ուզում եմ որ դու լծված լինես համարձակությունով եւ կրես համարձակորեն կրես այն ամենը ինչ որ Քրիստոս Հիսուսի մեջ դու ունես։ Գիտեք մենք գալիս ենք եկեղեցի, մենք լսում ենք Աստծո խոսք, առաջի անգամ երբ որ փրկվեցինք, եկանք եկեղեցի, սենց ուրախացանք, սենց լծվեցինք, սենց ոնց որ այնպեսի մի էներգիա է որ ասենք, «Всё, եթե սենց է, եթե այս ամեն ինչը իրականություն է, ուրեմն խնդիր չկա, ուրեմն ես գնում եմ, նվիրվում եմ Աստծուն, սկսում եմ ծառայել եւ այլն»։ Դու լսեցիր ավետարանը, բայց ժամանակի ընթացքում մեկ էլ տեսնում ես, որ այն խնդիրները, որոնք որ դու ունեիր մինչեւ ապաշխարելը, դրանք ամբողջությամբ չեն վերացել։ Դրանք քիչ-քիչ ոնց որ փորձում են գլուխ բարձրացնել քո կյանքում եւ նորից հիշեցնել, որ դու ունես վարկեր, որ դու ունես առողջական խնդիր, որ դու ունես, ես չգիտեմ, չփրկված ընտանիքի անդամ կամ հարազատ եւ այլն եւ փշերի ու այսպես տատասկների պես դրանք փորձում են նեղություն պատճառեն քեզ քո կյանքում։ Նրանք փորձում են քեզ նեղություն պատճառեն եւ քո կյանքից փորձում են տանեն քո ուրախությունն ու խաղաղությունը։ Բայց այսօր մենք անելու ենք մի քանի բան։ Այսօր մենք լսելու ենք Աստծո խոսք եւ գիտես մի կարևոր խոսք, որ իմ սրտի մեջ շատ երկար տարիներ սա խոսում է Հովիվ Արտուրը սրա մասին հրաշալի քարոզ ունի, գիրք ունի, եկեք ինձ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Գիտեք չէ դրա մասին եւ Մատթեոս 11-րդ գլուխն է դրա մասին ասում 28-րդ խոսքից ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, վաստակածներ, հոգնածներ, որ բեռնավորվել եք այս աշխարհի լծի, անեծքների, դժվարությունների, խնդիրների տակ եկեք ինձ մոտ եւ ես հանգիստ կտամ ձեզ եւ գիտես խոսքը այդտեղով չի վերջանում եւ խոսքը ասում է իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ ինձանից սովորեք որովհետեւ մի շատ կարեւոր պայման ունի այս ամենը որպեսզի քո կյանքի մեջ
լուծը գա տիրոջ թեթև ու քաղցր եւ ծանր բեռը հեռանա, քեզ պետք է հեզ ու խոնար լինել։ Քեզ պետք է լինել հեզ ու խոնար։ Գիտեք, իմ ձեռքերի մեջ բաժակ է, լցված ջրով։ Պատկերացրեք, որ այս բաժակը Արմենն է, եւ նա ինչ որ բանով լցված է։ Ինչ որ բանով։ Դա կարա լինի ցանկացած բան։ Կարա լինի եսը, կարա լինի հպարտությունը, կարա լինի Աստծո շնորհքը, Աստծո պարգևները, հա։ Մենք երբ որ նայում ենք այս բաժակին, այս անոթին, մենք տեսնում ենք, որ ինքը դրսից ապակի է, կարար ուղղակի թափանցիկ չլիներ եւ չտեսնեինք մեջը ինչ է, ինչպես շատ մարդիկ, որ քայլում են, դրսից շատ գեղեցիկ են, Հիսուս այդպես անգամ փարիսեցիներին դպիրներին հանդիմանեց եւ ասեց դուք դրսից շատ գեղեցիկ եք, բայց ներսից այնքան ոսկորներով լցված գերեզմանների պես եք, դրսից գեղեցիկ զարդարված եք, բայց ներսից փտած։ Ու Աստվածաշունչը ասում է, որպիսի դու կարողանաս իմ լուծը վերցնես քեզ վրա, եւ որը թեթև ու քաղցր է, եւ կարողանաս ինձանից սովորես, սովորելու համար մի շատ կարևոր բան է պետք, ականջ։ Մի քիչ պակասեց ըստեղից։ Գիտեք ինչի եմ ես սա անում։ Գիտես, այս բաժակը ունի հնարավորություն, ստեղ որ դնում եմ տեսնում եք, դուք չգիտեմ։ Այս բաժակը ունի հնարավորություն այսքան լցվելու։ Մեջ ինչ որ բան կա, բայց ունի հնարավորություն այսքան լցվելու։ Եվ գիտես, եթե մենք վերցնենք, համարենք, թե սա երկնքից հոսող Աստծո հոգու ջրերն են։ Եթե մենք վերցնենք եւ փորձենք լցնել այստեղ, նա կլցվի։ Նա կլցվի այնքան, ինչքան որ մենք թույլ տանք։ Բայց իմ ձեռքերը զբաղված են, Հովնան ջան, խնդրում եմ օգնես ինձ։ Գիտես, մի բան եմ ուզում այս օրինակով ցույց տալ քեզ։ Հիսուս ասեց ինձանից սովորեք, որտեվ հեզ եք, ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Բաժակը պահիր, երևացող պահիր, մի քիչ ներքև։ Տեսեք, եթե ես լցնեմ այս բաժակը Աստծուն մոտեցած ժամանակ ու եթե ես լցնեմ այս բաժակը այնքան, ինչքան որ կլցվի, եթե նրանից չհոսի, եթե նա միայն իր մասին մտածի, եթե նա այն ամեն ինչ որ լսում է, այն ամենը ինչով որ Տիրոջից հայտնություններ, զորություն, հրաշքներ, վկայություններ ունենում է, եթե միայն պահի իր մեջ եւ չտա իրանից, հոսքը կդադարի։ Հավատում ես թե չէ։ Տեսեք ինչքան է լցված, չէ՞։ Պատկերացնում եք այս ամենը, որ լցվում է, եթե ես հիմա ցենց շուռ տամ այս շիշը բաժակի մեջ, ինչ եք կարծում, ամբողջությամբ կլցվի թե չի լցվի։ Կլցվի թե ոչ։ Կլցվի, եկեք փորձենք։ Մի քիչ նենց որ չթափի սրա վրա։ Եկեք փորձենք։ Ուզում եմ նայես բաժակին։ Դու տեսնում ես, որ ամբողջությամբ չի լցվում։ Հա, թե չէ։ Պատճառը գիտեք, որ նա ներսի հպարտությունը, որովհետև նա միայն իր համար ապրում։ Եսի Հովնան արեց, ես չէի նայում իրան։ Դու կարաս տանը փորձես։ Գիտես, եթե դու տալիս ես քեզանից Աստծո զորությունը, որը որպես նոր արարած, որպես քրիստոնյա քո մեջ բնակված է, եթե քեզանից չհոսա, դու լճանում ես։ Դու ուղղակի կանգնացնում ես այն հոսքը, այն հրաշքները ու այն բոլոր Աստծո զորության, Աստծո արքայության, ոնց ասեմ, այն արժեքները, որ Աստված պատրաստել է երկնքից, որ քո միջոցով պետքա դրանք հոսեն, ուղղակի դու կանգնացնում ես։ Երբ է դա քեզանից անդադար հոսում, երբ որ դու միշտ տալիս ես։ Հիսուս ասում է երանի նրանց, որ նրանց տալ ավելի լավ է, քան վերցնել էլ, հա, այս խոսքը եթե վերցնենք, եթե դու ծարավ ես, եթե դու քաղցած ես, եթե դու միշտ սպասում ես, գիտես, այդ հոսքը չի դադարի քո կյանքի մեջ։ Կա վիճակ քրիստոնյաների մեջ, ես այդ վիճակում եղել եմ, ես հասկանում եմ, ես ոչ մեկի մասին չեմ խոսում։
Ես խոսում եմ այն վիճակների մասին, ինչով որ ես անցել եմ, ինչ որ ես ապրել եմ ժամանակին կամ ընթացիկ նաև երբեմն տեսնում եմ իմ կյանքում, երբ որ վերլուծում եմ իմ հոգևոր կյանքը, երբ որ իմ մեջ որևիցե մի ես, որևիցե մի բան բարձրանում է եւ արդեն կարևոր մեկն ես դու քեզ համարում, մարդը իրան կարևոր մեկն է համարում եւ ասում է դե ես քարոզը կամ ես քարոզիչին կամ այսօր կարամ չգնամ, ես ինչ պիտի սովորացնեն ինձ, ինչ պիտի ասեն ինձ, որ ես այլևս ես այնց բժշկությունների վկայություն ունեմ, դևեր եմ քշում, այնքան ֆինանսական օրհնություններ ունեմ, այնքան սա ունեմ, նա ունեմ, որ ասենք տվեք ինձ բան ամբիոն տվեք, բարձախոս տվեք ու բավական է։ Սա ես կանեմ ինչ որ պետք է մնացածը։ Երբ որ այսպիսի վիճակ է լինում, դու այդ մարդը ուղղակի փակում է իր հոգևոր այդ հոսքի լցվելու այդ կանալը, այդ աղբյուրի, որտեվ երբ որ նայում ես երկինքը շատ ու շատ ու շատ ու շատ առատ է հրաշքներով ու նշաններով, որոնք որ ուզում Աստված բաց թողի երկրի վրա։ Բայց եթե մենք մեր կողքերը նայում ենք ու տեսնում ենք ցավ, տառապանք, մեր կողքերը նայում ու տեսնում ենք աղքատություն, տխրություն, տրտմություն, բաժանություններ, գոռոզություն, նախանց, կռիվ, այսպիսի բաներ ենք տեսնում։ Սա խոսում է մի բանի մասին, որ մենք ուղղակի փակել ենք կափարիչը։ Մենք փակել ենք ուղղակի այդ Աստծո հոսքի, Սուրբ Հոգու զորության հոսքի բերան ուղղակի փակել ենք։ Եվ ասում ենք, այսքանը մեզ հերիք է։ Որոշումը քեզանից է։ Դու ես որոշում ինչքան մոտենաս, ինչքան ծարավ լնես։ Մատթեոս 5-րդ գլուխը խոսում է դրա մասին։ Երանի հոգով աղքատներին, երան իրանց որ ծարավ են, արդարության կարոտ են եւ այլն, այդ երանելի քարոզը, երբ որ դու կարդում ընթերցում ու նայում ես, դու հասկանում ես, որ դու պետքա համապատասխանես այդ երանելիներին։ Դու չես կարա չլինես Հիսուսի պես հեզ ու խոնար, բայց երանելի լինես։ Որպեսզի երանելի լինես, Հիսուս ասում է, ինձ նայեք, ինձանից սովորեք, ես հեզ եմ, ես սրտով խոնար եմ, դուք հասկանում եք, դա ասում է ոչ թե հովիվ Արմենը, դա ասում է ոչ թե հովիվ Արտուրը, դա ասում է ոչ թե չգիտեմ աշխարհը հռչակ մի հատ մեծ ես ինչ քարոզիչ, դա ասում է երկինքն ու երկիրը արարողը։ Դա ասում է այն մի անձնավորությունը, որ ամեն բան ինքը կարա անի, բայց ասում է ես հեզ եմ ու սրտով խոնար։ Սա թույլ էր տալիս Հիսուսին, որ նա լինելով Աստված մարդանա։ Նա խոնարեցրեց իր անձը, մարդացավ, ապրեց եւ դրա պատճառով Աստծո զորությունը նրա կյանքից անդադար հոսում էր։ Ամեն։ Հալելույա։ Գնանք իրար հետ մի քանի տեղեր նայելու, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք այն օծությունը, այն զորությունը, որ Տիրոջից մեզ համար ոնց որ ասած արկա է, կա։ Աստվածաշունչը ասում է Աստծո փառավոր գերազանց զորության մեծությունը մեր մեջ ապրում։ Այդ զորությունը, որ մեր մեջ ապրում է, մենք պետք է կարողանանք դրսևորենք։ Ինչպես դրսևորենք, եթե մենք չկիրառենք այն պայմանները, որոնք որ Աստվածաշունչը մեզ տալիս է։ Ամեն, այս երկիրը մեր Տիրոջն է պատկանում։ Սա խոսում է նրա մասին, որ ես ու դու կարող ենք համարձակ քայլել այս երկրի վրա, որպես Աստծո ժառանգներ, Քրիստոսի ժառանգակիցներ, որ կարող են քայլել եւ հասկանալ, սա իմ հոր արարված երկիրն է, եւ ես այս երկրի վրա որպես իշխան, որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, որպես մեկը, որ ունի ժառանգություն, Տիրոջից զորություն, թագավորական քահանա, որպես կարող է այս երկրի վրա փոխել իրավիճակներ, փոխել բաներ, որոնք որ հակառակ են։ Աստվածաշունչը խոսում է դրա մասին եւ ասում է խանգարողի մասին, որ եկեղեցին դա խանգարողն է, եկեղեցին սատանային խանգարողն է, որ չի կարողանում իր բոլոր ծրագրերը այս երկրի վրա իրագործի։ Բայց եթե եկեղեցին, որը որ ես ու դու ենք, եթե մենք չօգտագործենք, չկիրառենք եւ ցույց չտանք Աստծո զորությունը եւ այն մեխանիզմը գործի չդնենք, որը որ Աստված մեզ տվել է, մեր սպառազինությունը, այն զենքերի արսենալը, որ մենք ունենք, եթե մենք դրանք չկիրառենք, սիրելիս, չարը կհաջողվի, խավարը կշատանա, մեղքը, ապականությունը, անեծքը գնալով կուժեղանան եւ կշատանան, ու ավելի շատ տարածքներ կգրավեն այս երկրի մեջ։ Փառքասու, որ դու այստեղ ես։ Կողքինիդ ասա փառքասու, որ այստեղ ես։ Գիտես խի, որովհետեւ դու որոշելու ես, ես հավատում եմ, ես հավատքով եմ այս քարոզը
փոխանցում քեզ իմ սրտի այս ցանկությունը, որ հավատում եմ, որ դու լինելու ես մեկը, որ թույլ չտաս սատանային իրան զգա այս երկրի մեջ որպես Տեր։ Այս երկրի Տերը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ես ու դու նրա դեսպաններն ենք, որ պետք է իր արքայությունը տարածենք եւ թույլ չտանք սատանային այս երկրի մեջ ինչ ուզես անի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գնանք միասին Եսայի 40-րդ գլուխ 29-րդ խոսք։ Աստվածաշունչը ասում է, որ նա հոգնածին ուժ է տալի։ Ես չեմ ուզում հարցնեմ, այստեղ կան հոգնածներ։ Որովհետև առավոտ է, կեսօր ավելի շուտ, հույսով եմ բոլորդ քնել եք, հանգստացել եք։ Բայց կա վիճակ, որ միևնույն է, որ դու հոգնել ես մեղքից, հիվանդությունից, աղքատությունից, խնդիրներից, տարբեր հարցերից։ Հոգնել ես այդ բեռը տանելուց, որ Հիսուս ասում էր ինձ մոտ եկեք հոգնածներդ։ Եվ ասում է հոգնածին ուժ տվողը Աստված է։ Մարդիկ իրանց համար գտնում են տարբեր բաներ։ Մի հատ գնամ դիլիջան հանգստանամ, մի հատ ցենց ռելաքս ելնեմ, մի հատ ցենց ուշքի գամ, որ գամ նորից սկսեմ տենամ, որ մի բանկը ինձ պարտք կտա, վարկ կտա։ Ես չգիտեմ ինչ, իդեպ այսօր մի հատ հրաշալի վկայություն լսեցի, որ մի քույրիկ իր կյանքում երկար տարիներ մոտ $7,000, եթե չեմ սխալվում, այդքան էր թիվը, բանկերին վարկ ուներ վերցրած ու տանջվում էր, ասում է 7 տարի չեմ քնել, դրա պատճառով, չգիտեի ոնց վճարեի, ու Տերը ուղղակի այդ հրաշք արել է, ինչ որ մի քույրիկի միջոցով որշնել է, եւ այդ քույրիկը այսօր եկել վկայում, ասում է հովի պրծել եմ այդ հոգսը գնացել է, արդեն այդ հոգնածության պատճառը վերացել է նրա կյանքում, հասկանում եք։ Մենք մեր կյանքում կրում ենք շատ հոգնած պատճառներ ունենք հոգնած լինելու։ Սատանան գալիս է, որպեսզի հոգնածնի, որպեսզի հարստահարի, որպեսզի ծանրացնի մեր կյանքը, մեր ապրելակերպը, մեր փոխհարաբերությունները մարդկանց հետ կան, չէ՞ սենց բարդ բնավորությամբ մարդիկ։ Իմ մասին եմ ասում։ Ես այդպիսին եմ, ես շատ բարդ բնավորություն եմ, իմ հետ ուղղակի այդքան հեշտ չի, չգիտեմ, կարա կնոջս հարցնեք, եթե շատ եք ուզում։ Բայց ինքը ունի այդ ուժն ու զորությունը, այդ տոկունությունը ունի դիմանալու։ Փառք Աստծուն։ Ասում է նա հոգնածին ուժ տվողն է եւ ավելացնում է զորություն չունեցողի կարողությունը։ Լինում են դեպքեր, երբ որ դու ուզում ես մի բան անես, բայց զորությունդ քիչ է։ Չես կարողանում անես այն ինչ որ ուզում ես, որովհետեւ զորությունդ քիչ է։ Բայց ես նայում եմ Աստվածաշնչին, տեսնում եմ, ախր Աստծո մոտ խնդրեմ չկա, Աստծո մոտ խնդիր չկա։ Ջուրը, հոսանքը, այդ հեղեղը, այդ պարգևները, շնորհները առատ է իր մոտ։ Իմ մոտ մի բան պետքա լինի։ Իմ մոտ պետքա մի բան փոխվի իմ ներսում, որպեսզի ես շարունակաբար լցվեմ, որ չլինի, որ փակեմ Աստծո զորության աղբյուրը իմ կյանքի մեջ։ Եվ այստեղ ասում է, երիտասարդները միգուցե հոգնեն, թուլանան, ընտիր պատանիները ուժասպառ կլինեն, բայց նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, ձեր մասին է խոսում, նրանք, ովքեր գիտեն դժվարության մեջ, հոգսի մեջ, դժվարությունների, այդ հոգնած խնդիրների ժամանակ ապավինել Տիրոջը, նրանք ուղղակի ուժով կնորոգվեն, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն ու չեն հոգնի, կգնան ու չեն թուլանա։ Տեսնում եք, պատճառը այնտեղ չի, որ դու տարիքն առել ես կամ չես դեռ երիտասարդ ես կամ պատանի ես։ Պատճառը նրա մեջ է, որ դու ապավինում ես Աստծուն, թե չէ։ Դու ապավինում ես Աստծուն, թե չէ, քո ապավենը Տերն է, թե չէ։ Սա է քեզ տալու զորության ուղղակի հնարավորություն, ուժով լցվելու հնարավորություն։ Մենք ունեցել ենք հարուստ հոգևոր պատմություն։ Մեր հայերս մենք ունենք այդ պատմությունը ունեցել ենք, հա։ Մենք գիտենք 301 թվականին ինչպես ամբողջ ազգը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը ու դա հոգևոր մեծ ժառանգություն է։ Դա հոգևոր մեծ ժառանգություն է։ Եվ գիտես ինչ, անցել է դրանից 18 դար։ 17-18 դար անցել։ Եվ այնքան իմ սիրտը սենց բանով լցված է, երբեմն երբ որ նայում եմ այդ դարերի պատմություններին, ես ասում եմ Տեր, ունենալով համազգային մեծ արթնություն, ինչպես կարելի էր կորցնել այդ արթնությունը և 17-18 դար ուղղակի
ապրել կյանքդ մի կերպ, ինչ-որ տարբեր, սենց իրար ուտելով, իրար վնասելով, մի իշխանություն մյուսի դեմ, մի թագավորություն մյուսի դեմ և այլն։ Մի, չգիտեմ, չեմ ճանաչում հեղինակին, բայց ուզում եմ մի փոքրիկ բան կարդամ գրվածներից, որ շատ ուղղակի սրտիս կպել է, ասում է, բագաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով, գազ հասնես 20-րդ դարի շեմին ու կոտորվես։ Բա հիմա գազ հասնես 3-րդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի հատ դաշ չքաղես։ Այդ 20 դարերից ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանաս մի քայլ հետ կանգնես ժամանակին մի հատ լավ դաշնակից ավելացնելով ու մի թշնամի պակասացնելով 100 տարի չմեռնես ամոթից մի զոհ տաս, որպեսզի 1000-ը խնայես, բա այսքան պատմություն, պարտություն կրես ու հաղթել չսովորես։ Ես հիմա ուզում եմ ուղղել հարցս քեզ։ Մենք կանգնած ենք 7-րդ հազարամյակի շեմին։ Եկեղեցին ունի 2000 տարվա պատմություն այս երկրի վրա գործող եկեղեցին, Քրիստոսի ծնունդից սկսած։ Բայց 2000 տարի Աստծո զորությունը առկա լինի, Աստծո ուժը, հրաշքները, նշանները, Քրիստոս Հիսուսի մեջ ունեցած մեր ժառանգությունը մեզ ձրի նվիրված ու տրված լինի, ու մենք ապրենք տխրության, վեճերի, նախանձի, բարկության, բաժանությունների, ես չգիտեմ, անեծքի, հիվանդության, աղքատության ու տարբեր վիճակների մեջ։ Սա ուղղակի հետո մտորելու համար քեզ։ Ես հավատում եմ, որ եթե Աստված, եթե երկրի վրա կա որևէ մի բան, որ Աստված շարժել է, մի անգամ, նա կարող է ևս մի անգամ շարժվի։ Հասկանում ես, եթե մի բան շարժվելու ենթակա է ու շարժվել է, դա կարող է նորից շարժվի։ Եթե մեր ազգը մի անգամ համազգային փրկություն, ապաշխարություն վերապրել է, եկեղեցի ես այստեղ եմ այսօր, քո մեջ արթնացնեմ քո միտքը, որ դու կանգնես քո խրամատության վրա, որ դու կանգնես որպես աղոթքի զինվոր, Աստծո բանակի ներկայացուցիչ եւ կարողանաս ետ վերցնես գողացվածը, որ դու կանգնես եւ ասես, եթե մի անգամ հնարավոր է եղել շարժել ամբողջ ազգը Քրիստոս Հիսուսի անունով, ապա դա եւս մեկ անգամ հնարավոր է անել, ու դա ես եմ, որ պետք է անեմ։ Սա ես եմ, որ պետք է անեմ, կարաս կողքինիդ ասես, որ դա դու ես, դա քո մասին ասում, դու Աստծո մի քիչ ավելի սենց կասկածանքով ես դրան մոտենում, ես չգիտեմ խի, բայց ուզում եմ, որ դու տեսնես ու հասկանաս, քո մեջ այդ մեծ զորություն իսկապես բնակված է։ Ես չեմ ուզում մենք լինենք հերթական սերունդը այս 17 դարերի մեջ, ևս մի սերունդ, որ ուղղակի անցավ ու արթնություն չտեսավ։ ԵՒս մի սերունդ, որ անցավ ու չտեսավ իր երկիրը օրհնված, Աստծո փառքով լցված, հրաշքներով, նշաններով, կենդանի եկեղեցու այսպիսի մեծ շարժով։ Դուք ասես, բայց մենք ունենք, իհարկե ունենք, բայց ես չեմ ուզում բավարարվեմ դրանով։ Ես չեմ ուզում բավարարվեմ 90-ական թվականներին տեսած արթնությունով։ Աստծո խոսքը ասում է Տիրոջ նապավինողները նորից կզորանան, նորից վեր կսլանան արծիվների պես թևերը պարզելով եւ նորից կճախրեն։ Ամեն։ Եթե դու ուզում ես ճախրես, այստեղ դու լավ ամեն ասելու հնարավորություն թողեցիր։ Անգե երկրորդ գլուխը ասում է 6-7 խոսքեր ասում է, որովհետև այսպես ասում զորքերի Տերը։ Երբ որ դու կարդում ես Աստծո խոսքը եւ այնտեղ տեսնում ես զորքերի Տիրոջ մասին բառ, ոչ թե ասում է Տերը, ոչ թե ասում է Հիսուսը, ոչ թե ասում է, չգիտեմ, մեկ այլ ինչ որ մի Աստծո անուններից մեկ այլ, երբ որ անվանում է զորքերի Տեր, սա ուղիղ կապ ունի առճակատման, ուղիղ կապ ունի պատերազմի, ուղիղ կապ ունի
Աստծո սպառազինությունը գործի դնելու հետ։ Երբ որ զորքերի Տերը մի բան ասում է, նշանակում է սա հոգևոր պայքարի մասին է խոսում։ Եվ այստեղ ասում է զորքերի Տերը այսպես ասում։ Զորած Տերը մի այլ թարգմանության մեջ։ Մի փոքր եւս ու մի անգամ եւս ես կցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը։ Եվ ասում է կգամ բոլոր ազգերի ցանկալի բաները եւ Աստծո տունը կլցնեմ փառքով, ասում է զորքերի Տերը։ Մենք փափագում ենք, մենք գալիս ենք եկեղեցի, մենք ուզում ենք Աստծո փառքը ճաշակենք, բայց չենք ուզում աղոթքի սենյակում մեր բարի պատերազմը մղենք։ Մենք մտածում ենք դա պետքա հովիվն անի, դա պետքա ծառայողն անի, դա պետքա չգիտեմ մեկ այլ մյուս ծառայողները փառաբանության խումբը թող ոնց ուզում են աղոթեն, ոնց ուզում են երգեն, ինչ ուզում եք արեք անի ջան, մենակ թե Աստծո փառքը թող գա։ Այդպես չի։ Զորքերի Տերը ասում է ես կլցնեմ իմ տունը։ Երբ որ դու քո աղոթքի սենյակում պատերազմդ մղում ես, համաձայն մարգարեությունների, համաձայն Աստծո խոստմունքների, դու կանգնած ես եւ պահանջում ես։ Դու կանգնած ես եւ ասում ես սատանա, ես այսօր պատրաստվում եմ Աստծո փառքի մեջ բարձրանամ, նորոգվեմ, զորանամ։ Ես պատրաստվում եմ այսօր Աստծո փառքը տեսնեմ ու ոչ միայն տեսնեմ, տանելու եմ այդ փառքը այն տեղերը, որտեղ որ չկան։ Այնպես որ փախի փրկվի, թե կարող ես։ Գիտես, Աստվածաշունչը խոսում է Եսայի 42-րդ գլխում եւ ասում է, բայց նա թալանված ու կողոպտված ժողովուրդ է։ Եթե ուշադիր նայենք, այս գլուխը դուք կխնդրեմ տանը նայես հետո։ Մենք հետ են գնալու հետո մի գլուխ հետ 41, այս երկու գլուխների վրա այսօրվա իմ քարոզի վերնագիրն ու ընդհանուր այս քարոզը կառուցված այս երկու գլուխների վրա Եսայի 41-42 այնտեղ խոսում է նրա մասին եւ ասում է ով է խուլ եթե ոչ իմ ծառան ով է կույր այսինքն ամեն բան խոսում Աստծո ժողովրդի մասին գիտես լինել կույր ինչպես ես կարդացի այսքան դար այսքան տարի ապրես գազ հասնես այստեղ ու մի դաշ չսովորես Ինչի արդյունքում դու չես սովորում, երբ որ դու կշտացած ես քեզ համարում, երբ որ դու բավարարված ես, երբ որ դու չունես սովորելու բան որևէ մեկից, երբ որ դու ասում ես ես ավելի լավ գիտեմ, իմ Աստծուն, Աստված իմ սիրտը գիտի, ես էլ իմ Աստծուն, ես իմ համար, իմ տանը, իմ, չգիտեմ, բազմոցին կամ որտեղ որ կուզես, ես իմ Աստծո հետ իմ հարաբերությունները կառուցում եմ, ես լավ եմ զգում, այդքանով վերջ։ Բա ունենանք համազգային արտնություն ու այսօր եկեղեցին լինի այն վիճակում ինչում որ կա ասում է նա թալանված ու կողոպտված ժողովուրդ է նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկել փոսերի մեջ եւ թաքցված են զնդանների մեջ զնդանները դրանք այդ կալանքներն են այդ ձեռնաշղթաներն են ոտքերի շղթաներն են որ հագցնում են որ մարդ ուզում է շարժվի եւ անազատության մեջ է ինքը չի կարողանում անի այն ինչ որ ուզում է գնա այնտեղ ուր որ ուզում է միայն ցանկություններ դու նստի այստեղ որպես քրիստոնյա եւ երազի դու երազի ոչինչ չես կարող անել որովհետեւ զնդաններ կան ձեռքերիդ ոչ միտեղ չես կարող գնալ որովհետեւ ոտքերդ էլ են զնդանների մեջ Դու ուղղակի երազի եւ մենք ստանում ենք կրոնական եկեղեցի ինչ որ կրոնական համայնք ինչ որ կրոնական խմբակ որ միայն խոսում են միայն ցանկանում են ուրիշ ոչինչ չեն անում ձեռքերը զնդաններում է ոտքերը զնդաններում է եւ Հիսուսը նման եկեղեցուն անվանում էր 2000 տարի առաջ փարիսեցիներ եւ դպիններ դուք որ Գիտեք ճշմարտությունները, դուք չեք մտնում, մնացածին էլ արգելում եք։ Իր ժողովրդին ասում էր, լսեք նրանց, ինչ են նրանք խոսում, բայց նրանց գործերը մի արեք, որովհետև մի բան խոսում են, ուրիշ բան ցույց են տալիս, ապրում են։ Ես ուզում եմ մենք լինենք եկեղեցի, որը որ Աստծո արժեքներով, Աստծո երևակայությունը, Աստծո մտածմունքները երկրի վրա իրագործող եկեղեցի է։ Ինչպես դա հնարավոր կլինի։ Նրանք կողոպուտի մատնվեցին
23-րդ խոսքը ասում է նրանք կողոպուտի մատնվեցին, նրանց եկան թալանեցին, նրանցից եկան տարան իրենց ունեցվածքը, իրենց ընտանիքները, իրենց կանանց, երեխաներին, հարստությունը եւ այլ, եւ ազատող չկա։ Ոչ թե Աստված չի ուզում, որ ազատ լինեն նրանք, այլ այդ ազատողին է փնտրում Աստված։ Աստված փնտրում է ին ու քո մեջ այն ցանկություն, այն որոշում կայացրած վիճակը, որ մենք ասենք, ես որոշում եմ գնալ ու ազատ արձակել։ Ես որոշում եմ դա անել։ Աստված փնտրում ասում է ազատող չկա, ոչ թե որ կողոպուտի մատնվեցին, զնդանների մեջ են, որոգայթի մեջ են, կողոպտված ու թալանված են, որովհետև միայն իրանք չգիտեն ճշմարտությունը, այլ նաև նրանք կարան ազատ լինեն, բայց ազատող է պետք դրա համար։ Ու ասում է ազատող չկա։ Թալանվեցին եւ ասող չկա, թե վերադարձրու ետ տուր։ Կարաս ասես ետ տուր։ Այսօր մենք աղոթելու ենք ու ես ոնց ասեմ, հայտ չասեմ, ձեռնոց եմ նետելու քեզ։ Ես ուզում եմ, որ դու քո կյանքում որոշում կայացնես, որ կարողանաս կանգնես քո կյանքից գողացված ամեն մի Տիրոջից տրված օրհնության համար եւ պահանջես ու ասես սատանա ետ տուր։ Ես արգելում եմ քեզ հաջողվել է դու դա տանես, բայց ես կանգնած եմ այսօր այստեղ, որպեսզի քեզ հրամայեմ, որպեսզի իմ աղաղակը բարձրացնեմ եւ ասեմ ետ տուր։ Հալելույա։ Ասում է ասող չկա, թե չէ կլինի դա։ Ինչ ենք ասում փոխարենը, փոխարեն ասում ենք կորցրեցի։ Ուշադիր չեղա, չգիտեմ, այ եթե սկինը, որ դու ինձ տվել ես, եթե ինչ չտար ուտեի, տարբեր պատճառներ են գտնում մեր կորցրածը, ոնց որ ասած, արդարացնելու համար, մեր ֆինանսները, մեր օրհնությունը, մեր առողջությունը, մեր ուրախությունն ու խաղաղությունը կորցնելու համար, այ եթե իմ հետ այսպես չվարվեին, կամ այսպես չլիներ, կամ այնպես, պատճառներ մի փնտրիր։ Աստված ասում է ինչպես կարող ես դու դա վերադարձնել։ Դրան ճանապարհը սա է, դու պետք է կանգնես քո դիրքում որպես քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի մեջ, վերստին ծնված մարդ, եւ պահանջես ու ասես ետ տուր սատանա։ Ուրիշ ոչ մեկ չի անելու քո փոխարեն։ Երբ որ մարդիկ մոտենում են, ինձ խնդրում են, ասում են հովիվ խնդրում եմ աղոթի, այս իրավիճակի համար, այս դժվարություններ, խնդիրներ, ես իհարկե որպես Աստծո խոսքի ծառայող, որպես մարդկանց նկատմամբ սրտացավություն, կարեկցանք ունեցող մարդ աղոթում եմ, բայց շատ անգամներ երբեմն այսպիսի բան եմ ասում նրանց. Սիրելիս, քույր կամ եղբայր, ես կարող եմ աղոթել քեզ համար, բայց ես չեմ կարող աղոթել քո փոխարեն։ Դու պետք է կանգնես քո խրամատի մեջ։ Դու պետք է կանգնես եւ ետ պահանջես։ Քեզանից է կախված սատանան կշարունակի քո կյանքում տանել, գողանալ, կորցնել, թե ամեն անգամ դու կգաս շաբաթը մեկ, հովիվը կաղոթի կամ ծառայողներից որևէ մեկը կաղոթի, կօշնի քեզ, դու քեզ լավ կզգաս ու կգնաս։ Դու ժամանակը եկել է, որ ինքդ կանգնես քո քրիստոնեական դիրքի մեջ, ժառանգությունը տնտունես, սպառազինությունը թաքնես եւ սատանային դու ինքդ հրամայես եւ ասես բաց թող սատանա իմ երեխաներին, բաց թող իմ ընտանիքը, իմ ֆինանսները, իմ առողջությունը, իմ ուրախությունը, ես հրաժարվում եմ տրտմած լինելուց, ես հրաժարվում եմ տխուր լինելուց, ես որոշում եմ ամեն օր արթնանալուց ցնծամ, ուրախանամ, իմ Աստծո անունը մեծարեմ, անկախ նրանից դու ինչ ես ինձանից տարել, իմ անունը գրված է կյանքի գրքում եւ խոսք ասում է դրա համար ավելի շատ ուրախ եղեք։ Հալելույա։ Այս ամենը մենք թողում դնում ենք մի կողմ, կենտրոնանում ենք մի հատ խնդրի վրա ու ասում ենք վայ, ոնց կլինի տարավ, ոնց կլինի չեղավ, ոնց կլինի չստացվեց, այն կինը, այն երեխան, այն ամուսինը, այն չգիտեմ, էկոնոմիկան, այն տնտեսությունը, այն վարչապետը, այն հարևան ժողովուրդը, սիրելիս, մենք կախված չենք ոչ մեկից։ Մեր ապավենը պետքա Տերը լինի ու նրան պետքա հուսանք։ Մեր զորությունը, փրկությունը նրանից է։ Ամեն։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան կա, որ իմ սիրտը բորբոքեց, ես այստեղը չէի տեսել տարիներ շարունակ։ 23-րդ խոսքի վերջի հատված այսպես ասում. ձեզանից ով է, որ ականջ կդնի այս բանին։ Այստեղ այսօր լսում ես դու այս քարոզը։ Եթե դու ականջ դրեցիր, եթե դու հասկացար ինչ է այստեղ Աստծո հոգին փորձում ասի, քո կյանքը կփոխվի։ Դու որոշակի քայլեր առաջ կգնաս։
Սա կլինի start, չգիտեմ հայերեն այդ բառը, սկիզբ, սա կլինի սկիզբ, փոփոխություններ քո կյանքում բերելու համար։ Ասում է ով կա այստեղ, որ ականջ կդնի այս բանին, եւ ուշադիր կլինի ու կլսի։ Գիտես ինչա գրած։ Հետագայի համար։ Հետագայի համար։ Եսային մեզանից մի քանի դար առաջ ապրել, բայց խոսք ասում է հետագայի համար սա կսկսի աշխատել, եթե ինչ-որ մեկը ականջ դնի, երբ որ ինչ-որ մեկը ուշադիր լինի հասկանա։ Այսինքն, որպեսզի այսօր 21-րդ դարում դու չլինես կողոպտված, չլինես թալանված, չլինես մեկը, որ զնդանների կամ որոգայթի մեջ ընկած ժողովուրդ ես, քեզ պետք է կանգնես ազատելու համար եւ հրամայես ու ասես ետ տուր սատանա, վերադարձրու այն ինչ որ տարել ես։ Փառքասուն, մի քանիսը հավատում են դրան։ Երցայի 41-րդ խոսքը այսպես ասում, 15-16-րդ համարները։ Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել։ Այս կամնասայլ բառը այստեղ մի քանի մարդիկ ես կիսվել եմ իրենց հետ, գիտեմ, տեսնում եմ, նրանք հասկանում են ինչի մասին է խոսքը։ Ով գիտի ինչ է նշանակում կամնասայլ, ձեռքեր եմ ուզում տեսնեմ։ Կամնասայլ, մի քանի հոգի, 5%, այսպես ասեմ, հավաքված մարդկանցից։ Կամնասայլը փորձեմ բացատրեմ, թե դա ինչպիսի գործիք է իրանից ներկայացնում։ Դա մի աղացի պես սուր ատամներով, կարծր, ժամանակի ընթացքում այդ բանը կատարելագործվել է, այդ գործիքը եւ գիտությունը կատարելագործվել է, ես տեսել եմ կամնասայլի այդ ծայրի աղացող այդ հատվածի դետալ, որը որ ալմազից է եղել, այսինքն այնքան կարծր է եղել, որ ցանկացած մետաղ, ցանկացած ժայռ, կան տարբեր կամնասայլեր։ Կամնասայլ, եթե դու հիմա Google-ից հարցնես կամ GPT ընկերոջդ հարցնես, ինքը քեզ կարա բերի, ասենք, ցորեն աղալու կամնասայլ։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, ցորեն աղալու են, որ մեր տատիները նստած են։ Էդի կամնասայլի ցորեն աղալու տարբերակն է, բայց կան կամնասայլեր, որտեղ այս խոսքը այդպիսի կամնասայլ է հիշատակում, որը որ ժայռ է ծակում, որը որ թունելներ է ծակում, որը որ մեծ քարի կտորները, ժայռերը աղում ու դարձնում է փոշու պես։ Դու հասկացիր ինչպիսի Աստված քեզ օծություն, զորություն, իշխանություն եւ արտոնություն է տվել։ Աստվածաշունչ ասում է, ես քեզ դարձրել եմ կամնասայլ։ Ես հիմա բացելու եմ ինչ անում այդ կամնասայլը։ Մենք կարանք դրա մասին չխոսանք, կարանք չիմանանք եւ շարունակենք մնալ կողոպտված, թալանված, զնդանների մեջ, ես չգիտեմ, հիվանդ, աղքատ եւ այլ քրիստոնյաներ։ Մի կերպ հասնենք երկինք, ասենք, ֆու, վերջապես փառքաստուն հասանք։ Ու հենց հասնենք, ես գիտեմ, այդպիսի քրիստոնյաները այնքան են ամաչելու, որովհետեւ իրանց տրված է եղել լինելու կամնասայլ, բայց իրանք չեն եղել։ Իրանք չեն տեսել, իրանք չեն հասկացել, որ նրանք կանգնած են ցանկացած ժայռ տեղաշարժանելու, փոշիացնելու, ցանկացած խնդրեմ, ցանկացած գողիաթ, որ կարա վեր կենա քո դեմ, դու կարող ես դրա հարցերը լուծել։ Ամեն։ Եկեղեցի Աստծո խոսքը ասում է, որ քո ուժերից վեր ոչ մի տեսակի փորձություն քեզ չի կարող պատահի։ Դա քո մասին ասում։ Սա խոսում է նրա մասին, որ դու պետք է չլինես հոգնած, չլինես թալանված, չլինես կողոպտված։ Դու կասես, հովի, շատ հետաքրքիր լավ օրինակներ ես բերում, քարոզներ, քարոզում ես, քո կյանքում այդ ամեն ինչը ինչ վիճակի մեջ է։ Մի հատ ֆիլմ կա սովետական ժամանակներից հենց հիշողությանս մեջ, ասում է, ես հրաշագործ չեմ, ես դեռ սովորում եմ։ Ես այն ինչքանով, որ ես թույլ եմ տալիս, բաժակի պատմությունը, եթե դուք հիշեք, ինչքանով, որ ես թույլ եմ տալիս, իմ մեջ Աստծո զորությունը գա, այդքանով դա նաև հոսում է ինձանից եւ ես եմ որոշում, դու ես որոշում, ինչքան կարած գնաս, ինչքան կարած ունենաս, ինչքան կարած հաղթես, ինչքան կարած Աստծո փառքով լցնես այս երկիրը։
Շարունակենք։ Ահա ես քեզ կամնասայել եմ դարձրել, ես պետք է արագ խոսեմ սրա մասին։ Ասա նոր, սուր, ատամնավոր, նոր, սուր, ատամնավոր։ Քեզ ինչ որտեղ տանում են այս բառերը, նոր, ինչի մասին է խոսում։ Ով ես դու Քրիստոս Հիսուսի մեջ, դու նոր արարած ես, երկրորդ Կորինթացիս 5:17, դու նոր արարած ես, դու հին կամնասայլ չես, որ չկարողանաս այսօրվա պրոբլեմները, այսօրվա ժայռերը ծակես, դու նոր արարած ես, նոր օծություն կա, նոր նորոգում կա, նոր զորություն կա քո համար, ամեն օր Աստված նոր ողորմություն ունի քո համար, դու նոր արարած ես, նոր ես ստեղծվել, հները անցել են, ձախողումներդ, անհաջողություններդ, մնացած բոլոր պրոբլեմները, տանցել ու վերջացել են, այսօր եթե դու որոշում կայացնես, որ նորից սկսում ես դու, նորից գնալու ես Աստծո անունը մեծարելու, հաղթանակներ ունենալու, տոնելու համար, Տերը քո հետ համագործակից կլինի, սիրելիս, որովհետև Հիսուս ասեց, գնացեք, ես ձեր հետ գալիս եմ, դուք մենակ գնացեք, ես գալացող եմ, ես հետ կանգնող չեմ, ու մենք կանգնում ու մտածում ենք, ասում ենք, բայց քիչ եմ տեսնում, որովհետև չես գնում, սա է խնդիրը, հենց գնացիր Հիսուսը քո հետ գալու է։ Խոսքը այդպես ասում, ես ուրիշ տեղ չեմ կարդացել տես բաներ։ Ես չեմ ապրել 2000 տարի առաջ, ես հավատում եմ խոսքին։ Ասում են, նրանք գնացին և Տերը գործակցում էր նրանց, Տերը նրանց հետ էր ամեն բանի մեջ։ Եթե նրանք նստեին ու մնային, Տերը չէր կարողանա գործակցի։ Ասում են նոր, սա խոսում է որպես նոր արարած, սուր, ինչ է քեզ հիշեցնում սուրը, Աստծո խոսքը, Եբրայեցիս 4:12, որ Աստծո խոսքը երկսայրի սրի պես է, որ մեր շուրթերի մեջ դրված է, ատամնավոր, մեր շուրթերի մեջ դրված է, որ կարող է թափանցի, հոգու, շնչի, չէ, հոդվածների ծուծի բաժանվելը քննի սրտի մտքերն ու խորհուրդները։ Հռոմեացիս 8:26, որ մենք ինչա գրած Հոգին օգնում է մեզ տկարությունների, որովհետև ինչ բանի համար պիտի աղոթենք չգիտենք, ինչպես որ արժան է, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում։ Երբ որ դու սկսում ես լեզուներով աղոթել, երբ որ դու սկսում ես քո անձը շինել, Տիրոջ իմաստությունը գալիս է, Աստծո հայտնության հոգին քեզ բացում է ինչ պետք է խոսես դու, որ սուրը պետք է հանես քո կապարճից, որ նետը, որ նիզակը պետք է հանես դու կապարճից այդ իրավիճակի համար։ Եվ վերցնես ու դնես այդ աղեղի մեջ և բաց թողես, նետի մեջ, և բաց թողես նշանակակետին։ Ամեն։ Մի ժամանակ մենք կնոջս հետ, երբ որ սովորում էինք Աստվածաշնչյան դպրոցում Սիբիրում, ֆինանսական մեծ նեղության մեջ էինք։ 3 ամսվա վարձ չէինք տվել և դրված էր հարց, որ մեզ կարող են հեռացնել դպրոցից, դուք պատկերացնում եք, սա Երևանը չի, Հայաստանը չի, որ ասեն դե լավ, դե հյուր է եկել, ուրիշ երկրից, մի քանի հազար կիլոմետր կտրել եկել է, այնպես որ սենց մարդասիրական ինչ-որ բաներ հումանիզմով չէին շարժվում, և ես ուրախ եմ դրա համար, ոչ թե ես բողոքում եմ, ես ուրախ եմ, նրանց այդ սահմանները, որ դրել էին, դրանք օգնում էին մեզ, որ մենք չհանձնվենք, չտրվենք, և գիտես աղոթում էինք, մի շաբաթ ժամանակ էին տվել, ասում էին, գնացեք աղոթեք, ձեզ գործ ճարեք, եթե գործ ճարեցիք, աշխատանք ճարեցիք, մենք թույլ կտանք, որ դուք ուսումը շարունակեք, որովհետև գիտենք, երբ որ մի ամիս հետո աշխատավարձ կստանաք և կբերեք, կվճարեք ձեր վճարները, այսինքն այդ պայմանը, նախապայմանը, որ դրեցին մեզ ստիպեց, մեր գրգռեց, որ մենք ինչ-որ մի բան անենք, որովհետև ցենց մի ամիս չտվեցինք, դե ասում ենք, դե չկա, եկել ենք, ոչ նայում են սևամորթ ես, խաչա սևամորթ չենք, բայց տենց էին ռուսների աչքերին, մենք սևամորթ ենք թվում, ասում են սևերն եկել են։ Գործի առումով Էդի շնորհակալություն մեր մեզանից առաջ եղած հայրենակիցներին, որ նման անուն էին թողել մեզանից առաջ։ Ու մարդիկ ուղղակի չէին համարձակվում մեզ գործ վստահել եւ այլն, մտածում էին դե սրանք կամ ավազակներ են, կամ գողեր են, կամ չգիտեմ սուտասաններ են, այսպիսի աշխարհիկ մարդկանց հետ էին գործ ունեցել։ Ու երբ որ
Երբ որ մեզ մի շաբաթ ժամանակ տվեցին, մենք եւ գործ էինք մանգալի կնոջս հետ, եւ աղոթում էինք, ծոմերով աղոթում էինք այդ, խաչա այդ ծոմի այդքան էլ ծոմի նման չէր, որտեղ ուտելիքն էլ չկար, այնց ուզենք թե չուզենք ծոմի մեջ էինք։ Ու երբ որ մենք աղոթում էինք, խոսք էինք ուզում, որտեղ մենք Աստվածաշնչյան դպրոցում գիտենք, որ եթե խոսք ստացար, դա բավական է հրաշք լինելու համար։ Երբ որ դու խոսք ունես Աստծուց, հերիքա որ դու կկանգնես դրա վրա ու հրաշքը կլինի։ Ու մենք կենտրոնացել ենք դրա վրա, որ խոսք տուր, Տեր, խոսք ենք ուզում, հա լավ, գործ չկա, գոնե խոսքն էլ հոգու մոտ առատ է։ Մի հատ խոսք տուր, մենք հասկանանք ինչ ենք անելու։ Ասենք հեռացրեցին, ինչ ենք անելու, ոչ ենք գնալու Հայաստան, ասենք մենք եկանք, չստացվեց մեր սովորելը։ Կգնայինք դրան հետևը կնստեինք, ներս չէինք մտնի, կլսեինք էլի այդ ուսմունքները։ Մեզ հետի չէին արգելի։ Բայց մենք խոսք էինք ուզում, փափագում էինք, այդ ծարավը մեր սրտի մեջ կա։ Ու գիտես ինչ խոսք ստացավ կինս, չգիտեմ խի ինքը ստացավ։ Կուզենա ես ստանայի, բայց ինքը ստացավ այդ անգամ։ Ուրկանը գցի աջ կողմը։ Վաբշե կապ չունի ֆինանսների հետ, ինչ ուրկան։ Աջ կողմը որն է, ինչ պիտի անենք։ Ուրկանը գցի աջ կողմը։ Ասում եմ, սենց խոսք է գալի Արմեն։ Դե գալիս է, արի գոհանանք ուրեմն։ Բայց հələ չգիտենք ինչ է սա նշանակում։ Ուրկանը գցի աջ կողմը, հիշեցինք այդ պատմությունը, դե ասի արի գցենք, որն է աջը, դե չգիտեմ, դե արի լեզուներով աղոթենք, ինչ անենք։ Երկրպագենք լեզուներով։ Վերջի օրն է, հաջորդ երկուշաբթի առավոտյան պետքա գնանք, ներկայանանք դեկանին։ Եվ հանկարծ նայում ենք ժամին, տեսնում ենք ժամը գնում է, ուրկանը ոնց որ թե գցել ենք, որովհետև չունենք էլ ինչ որ բան այլևս անելու, ինչքան աղոթք ունենք, ինչքան աղոթք սովորել ենք պատերազմական, ծննդաբերական, ես չգիտեմ ճեղքելու, ես չգիտեմ ինչ աղոթներ ասես, որ կա ու չկա, հորինել ենք։ Ամեն ձևի աղոթներն արել ենք, ոչ մի 0 պատասխան։ Մնացել էր լեզուներով երկրպագելը, էլ ուրիշ բան չունեինք անելու։ Սկսեցինք երկրպագել լեզուներով։ Տեր ջան, դու ես մեզ բերե, դու մեզ ասել ես գնացեք, մենք հնազանդվել եկել ենք։ Ուրկանն էլ ասում ես գցի աջ կողմը, ինչքան հասկանում ենք, այդքանով անում ենք։ Ավելի համար պատասխանատվություն չենք կրում։ Լեզուներով սկսեցինք երկրպագել։ Օրը դեռ չէր վերջացել, ասենք օրը 24 ժամ ունի դեռ։ Դեռ հրաշքին ժամանակ կա, մոտ 2 ժամ կա, երեկոյան արդեն ժամը 10-ի կողմերն է։ Երկրպագում, լեզուներով, կարդում, երկրպագում, այսպիսի վիճակ, մեկ էլ հանկարծ դուռը թակեցին։ Ասենք այս ժամին էսով, Աստված ջան, Սիբիր տեղ, դուրսը ձունը 2 մետր, էսով պետք է լինի այս ժամին, մեր դուռը ծեծի։ Բացում ենք դուռը, մի քույրիկ եկեղեցուց, սենց ծրարի մեջ ինչ-որ մի բան, սենց վռած տալիս է ինային, ասում այս վերցրու, գնում եմ ես, հովվի հետ եմ, այդ եկեղեցու հովվին գնացել էին դիմավորեին, իրանց երեխաների խնամակալն էր, բայց հայր այդ քույրիկը։ Այս վերցրու հովիվը տվելա, քեզ ասելա վերցրու, մեքենան սպասում է, ես պետքա շուտ գնամ։ Ասելա տարեք տվեք 111 համարի ուսանողին, չգիտեմ ով այդ է։ Կնոջս համարներ է էլի, չգիտեմ խի, ոնց էր Այս մի անգամը ոնց էր ստացվել, ես իմ համարը չեմ հիշում, որն եմ եղել, Իրանը 111-ն էր, բայց տարեք տվեք 111 համարին ու վсё, այն ձևի է տալի, ոնց որ չուզելով էլի, հովիվածել է, տարեք տվեք բրծնեմ սրանից։ Հետո ես դրա պատմությունը լսում եմ, հետո հովիվից լսում եմ, այդ քույրիկից լսում եմ, ասում է հովիվը Եվրոպայից վերադառնալուց Մոսկվա իր երեխաների համար նվերներ, բաներ առնելուց լինում Եվ գնացքով պետք է վերադառնա, բայց Սուրբ Հոգին թույլ չի տվել այդ նվերներն առնի։ Ասել է, իր վերջի մոտի գումարն է եղել։ Եվ ասել է, այս գումարը տուր 111 համարին։ Քո Աստվածաշնչյան դպրոցում սովորող մինչև հիմա այդ հովիվը չի իմացել ով է այդ 111 համարը։ Ես վկայել եմ ինքը տենց, հա, որտեվ երևի թե այդպես վկայություններ ինքը շատ է ունեցել, դե հիմա եթե դրանցից մեկն է եղել, դե լավ։ Բայց գիտես ինչն էր բանը։ Նստելա գնացք ինքնաթիռի փոխարեն, որ գումարը շատ չծախսվի։ Գնացքով գիշերով եկել հասելա Կայրան, Սասունցի Դավիթ չէ, այնտեղ Սիբիրում։ Գնացքով իջելա գումարը ջեբի այդ ծրարով մնացած
տվել ասելա շուտ, չգիտեմ, խի, չեմ էլ սպասում վաղը առավոտվան, հիմա է պետք տանել։ Օրը դեռ չֆռացած, օրը դեռ չվերջացած։ Տարեք տվեք 111 համարին, ով է, ինչա, չի հետաքրքրում, տարեք, չեմ ուզում երեսը տենամ։ Դու հասկանում ես Աստված ինչ էր կարող անի, անգամ հովիվների հետ։ Իմ ամենաշատ սիրած հովիվներից մեկն է ինքը։ Հալելույա։ Գիտես, երբ որ դու խոսք ունես եւ դնում ես քո շուրթերի վրա այդ խոսքը, նշանակություն չունի քո խնդրեմը ինչին է վերաբերվում, քո կյանքի որ բնագավառին է վերաբերվում։ Բայց եթե դու վերցնում ես Աստծո բերանից լսած խոսքը եւ հավատքով սկսում ես խոսել քո կյանքի իրավիճակի վրա, դու չգիտես այդ խոսքը ինչ կարող անի։ Եվ խոսք ասում է, որ սուր ատամնավոր, ինչի համար։ Նոր սուր ատամնավոր, այստեղ կա նոր արարած։ Կա մարդ, որ Տիրոջից խոսք ունի, կա որ ատամ կա, շուրթեր ունի, շունչ ունի իր ներսում, որ կարա խոսա։ Մի այլ թարգմանության մեջ ասում է ատամնավոր շուրթեր ունեցող, կամնասայլ։ Սա խոսում է, որ դու խոսքը ոչ միայն պետք է իմանաս, այլ նաև պետք է հռչակող լինես քո Աստծո խոսքը, քո կյանքի վրա։ Եվ ասում է, այդպիսի կամնասայլը, որը որ ես եմ, ասա ես եմ։ Ասում է քեզ եմ կամնասայլ դարձնում, ինչ պետք է անի, լեռները ոտնահար կանի, կփշրի, բլուրները մղեղի կվերածի, դու դրանք պիտի կամնես, այսինքն աղաս, փոշին կքշի կտանի դրանք, փոթորի կցիրուցան կանի դրանք, բայց դու պիտի ցնծաս ու քո սուրբով, Իսրայելի սուրբով պետք է պարծենաս։ Հալելույա եկեղեցի։ Սա իմ ու քո մասին է խոսում։ Ես ու դու եթե չկանգնենք Աստծո խոստմունքների վրա, եթե մենք չհռչակենք այդ խոսքերը, եթե մենք չաղանք այդ խնդիրները, նրանք չեն սկսի մեր կյանքից հեռանալ։ Եթե մենք խոսանք խնդրի մասին, խնդրը գնալով կմեծանա մեր կյանքում։ Բայց եթե մենք վերցնենք Աստծո խոստմունքները, ով ենք մենք Քրիստոսի մեջ, Աստծո խոսքը ասում է, որ նրա վերքերով մենք կբժշկվենք, բժշկված ենք արդեն իսկ բժշկված ենք, եթե մենք կանգնենք ու այդ խոսքերը հռչակենք, եթե մենք նայենք Աստծո խոսքին եւ նայենք մեր ֆինանսներին ու տեսնենք ֆինանսները չեն բավականացնում, բայց ասենք Քրիստոս Հիսուսի մեջ իմ Տիրոջ անունով նա աղքատացել է, որ ես հարուստ լինեմ, ամեն բարի գործի մեջ հարուստ լինեմ, առաջանամ, առատաձեռն լինեմ։ Եթե դու քեզ սկսում ես կանչել, եթե դու քեզ ուղղակի այդ որպես կամնասայլ վերցնում ես Աստծո խոստմունքը, քո շուրթերի վրա ատամներիդ մեջ, լեզվով հռչակում ես, վաղ թե ուշ, երբ որ սկսես դա տեսնել, պատկերացնել, Աստծո երևակայություն, Աստծո մտածմունքները դառնան քո երևակայությունը, քեզ տեսնես հենց այդպիսին։ Գիտես, վաղ թե ուշ սարերը վերանալու են քո կյանքից։ Գողիաթները ուղղակի վերանալու են։ Դավիթը նայեց Գողիաթի երեսին ու ասեց. այսօր քեզ ուղղակի իմ Տիրոջ անունով դուրս եմ գալու եւ քո մարմինը տալու եմ երկնքի թռչուններին, պիտի հոշոտեն քեզ։ Ես այսօր քեզ վերացնելու եմ։ Խնդիրներ, փարավոն, աշխարհ, հետևիցս գալիս եք։ Եկեք, ես ձեզ կտանեմ մի լավ տեղ։ Ես ունեմ խոսք Տիրոջից, ծովը բացվելու է։ Ես անցնելու եմ այդ խնդրի մեջով։ Ու այլևս իմ թշնամիներին չեմ տենալու։ Հալելույա։ Մենք պետք է այդ ամենին տեսնենք հավատքի աչքերով, մենք պետք է սովորենք չերևացող բաները երևացողի պես կանչել։ Գնանք վերջի տեղը կարդալու, որովհետև մեր ժամանակն է սպառվում։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ։ Պողոս այստեղ խոսում է սովորացնելով ինչպիսին պետք է լինի աղոթքի մարդը եւ երրորդ խոսքից այսպես ասում թեև մարմնով ենք ապրում բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում մարդկորեն չենք պատերազմում
Որովհետև մեր մարտի, մեր զինվորության, մեր պատերազմի զենքերը ոչ թե մարմնավոր են, այլ զորավոր են։ Զորավոր են, դրանք զորավոր են, դրանք քեզ տրված Աստծուց, զորավոր զենքեր։ Ինչի համար։ Կամնելու, աղալու, փոշիացնելու, բերդերը քանդելու, կարծրատիպերը փշրելու համար։ Դրանք քեզ տրված են, որպեսզի դու այդ զենքերն օգտագործես, դրանցով քանդես ծածուկ մտքերը, դրանք, որ փորձում են բարձրանան քո դեմ, որ փորձում են լցնեն քո ներսը։ Ես չեմ խոսում հարևանիդ մասին, ես քո մասին եմ խոսում։ Քո մեջ բարձրացող այն բարձրունքները, քո մեջ բարձրացող այն մտքերը, որոնք որ փորձում են քեզ տանեն դեպի, որ դու ամեն բան գիտես, որ դու հոգևոր այնպիսի վիճակի մեջ ես, որ հնարավոր չի, որ սայթակես, որ քո նմանը չկա, աննման ես եւ այլ եւ այլ։ Գիտես, Աստվածաշունչը իհարկե մեզ տալիս է այդ առավելությունները, բայց ասում է, ով որ կանգնած է, շատ մի գլուխ գովա դրանով։ Մի պատճառ ունես գլուխ գովալու, մի պատճառ ունես պարծենալու, թե որքան ես ճանաչում քո Աստծուն։ Որտեվ Աստծուն ճանաչողները ասում է, պարծեցողը թող պարծենա նրանով, որ գիտի, հասկանում, ճանաչում է իր Աստծուն։ Ամեն։ Եվ այստեղ ասում է, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, որ բերդերին քանդեն, դրանցով մենք էլ քանդում ենք ամեն ծածուկ միտք եւ ամեն մի բարձրունք, որ Աստծու ճանաչողության կամ գիտության դեմ գոռոզանում է, որ ասում է ես ավելի լավ գիտեմ, Աստված ջան, այս հարցին ինչ լուծում տամ, այս հարցը ոնց որոշեմ, ես ավելի լավ գիտեմ, որ ճանապարհով գնամ, ես ավելի լավ գիտեմ, ոնց պետք է ծառայեմ, ոնց պետք է, չգիտեմ, խմբակ անցկացնեմ, ոնց պետք է աղոթեմ, ոնց պետք է իմ կյանքում հարցերը լուծեմ, վարկ վերցնեմ, չվերցնեմ, ոնց պետք է այս բիզնեսի մեջ որոշում կայացնեմ։ Ասում ամեն մի բարձունք, որ փորձում է գոռոզանա, այդ զենքերը նրա համար են առաջի հերթին, այդ կարծրությունները նախ եւ առաջ մեր մեջ քանդելու, ոչ թե մեր հարևանի մեջ, որտեւ երբ որ դու ճանաչես ճշմարտությունը, դու իսկապես ազատ կլինես, դու իսկապես կքայլես ազատության մեջ, եւ սատանայի բոլոր հնարքները, որոնք որ քո դեմ ուղղված են, դրանք հաջողություն չեն ունենա։ Գիտես ինչի համար։ Որովհետև Աստվածաշունչ ասում է, որ սատանան ստի հայրն է։ Նա մինչև քեզ չխաբի, քո կյանքի մեջ չի կարա բերի կողոպուտ, թալան, ապականություն, աղքատություն, չգիտեմ, զնդաններ, սայթակումներ եւ այլն։ Մինչև նա քեզ չխաբի։ Դրա համար Աստվածաշունչ ասում է, ճանաչեք ճշմարտությունը եւ կազատվեք։ Մենք պետք է ճանաչենք ով ենք մենք Քրիստոս Հիսուսի մեջ, որ մենք նոր արարած ենք, որ մեր բերանի մեջից դուրս եկած խոսքերը շատ կտրուկ եւ սուր են։ Դա խոսում է նրա մասին, որ մենք պետք է զգուշավոր լինենք, որ աչ ու ձախ մեր խոսքերը ցրիվ չտանք, որովհետեւ կարող ես ինքդ քեզ վնասել, կարող ես քո կողքիններին վնասել։ Շատ զգուշ պետք է լինես Աստծո խոսքի հետ։ Եվ նաև ատամնավոր, դու պետք է խոսաս, դու պետք է չվախենաս, որովհետև այն երկիրը, որի վրա դու քայլում ես, դա ոչ թե պատկանում է մեկ ինչ-որ որևէ պետության, դա առաջին հերթին պատկանում է քո կենդանի Աստծուն։ Նա է արարիչը, նա է քեզ դրել, քո ոտքերը հաստատել է երկրի վրա, եւ դու ունես երկնքից տրված լիազորություն եւ արտոնություն քայլելու այս երկրի վրա, որպես հաղթող մեկը, նոր արարած, ամեն խնդիրները վերացնելու, ամեն խնդիրները լուծելու, բարձունքները խոնարհեցնելու, բերդերը քանդելու համար, քեզ տրված է այդ ամենը, ամեն, որպեսզի Քրիստոս Հիսուսը հաղթանակի քո կյանքում։